Չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որովհետև ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես ուրբաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ չստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր էին դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հիմա անդրադառնանք հարցերի։ Առաջինը դա ԲՀ-ի խնդիրն էր, որ ամբողջությամբ ըստ ինձ տապալվեց,